կա մեծ վտանգ, կա մեծ ռիսկ, որ այդ գործերով, որոնցով հիմա ներգրաված են այն նախկին, այսպես ասած, թալանչիները, որոնց մասին Նիկոլ Փաշինյանը ամեն օր նրանց հաշվին քաղաքական դիվիդենդ է ձեռք բերում, այդ մարդիկ կբողոքարկեն այդ դատական ակտերը, ի վերջո կհասնեն մարդու իրավունքների եվրոպական դատարան, եւ մարդու իրավունքների եվրոպական դատարանը մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքների հիման վրա այնպիսի իրավական դիրքորոշումներ կարտահայտի եւ այնպիսի դատական ակտեր կհրապարակի, որ այսօր Նիկոլ Փաշինյանի կողմից գովերգվող ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին գործընթացը ամբողջությամբ գլխիվայր շուռ կգա։ Ես տեսեք ասում եմ, ես ունեմ այդ մտավախությունը եւ իմ պարտքս եմ համարում ձեզ զգուշացնել, որ այն ինչ հիմա կատարվում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի շրջանակներում, բավականին խնդրահարույց է, շատ հնարավոր է, որ վաղը մյուս օրը այսօր ովքեր որ ներքաշված են այդ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի շրջանակներում նրանցից գույք է վերադարձում պետությանը, այդ շրջանակները դատի տան վաղը Հայաստանի Հանրապետությանը եւ մարդու իրավունքների եվրոպական դատարանը նրանց օգտին դատական ակտեր կայացնեն եւ փոխհատուցում ստանան այդ մարդիկ վաղը մյուս օրը Հայաստանի Հանրապետությունից։ Իսկ Հայաստանի Հանրապետության բյուջեն, սելի ժողովուրդ, հարգելի հայ հասարակություն, գոյանում է, ձևավորվում է ձեր տված հարկերից, տուրքերից եւ